Տիրոջ զորությունը հավատքով, օրհնությամբ ու զորությամբ թող փառավորվի մեր Աստվածը։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Հիմա կխնդրեմ նաև մեր Լիանա քույրը խոսք ունի ասելու, խնդրեմ Լիանա քույր ջան, շարունակիր։ Տերը օրհնի Անժելա քուրս, ողջունում եմ բոլորին, սիրելիներս, ուրախ եմ, որ այս ժամին բոլորս հավաքվել ենք մեր տան մեջ եւ ունենք այդ հնարավորությունը։ Տերը փառավորվի, շատ ուրախ եմ, պատկերացրեք, ես ընդհանրապես այսօրվա համար հույս չունեի, որտեվ իմ գրաֆիկով ես չպիտի մասնակցեի, բայց փառք Տիրոջը, որ մի քանի ժամվա մեջ ասենց ամեն ինչ փոխվեց, Տերը փառավորվի եւ այդպես մի պատգամ Տերը դրեց իմ սրտին ու ինձ ոնց որ մղեց սրան, որ ես պիտի խոսեմ։ Մենք ավարտվում է 2024 թիվը եւ պիտի թեվախենք 2025 թվականը։ Գիտեք, այնքան հետաքրքիր բան եղավ, այս ուրեմն մեր լույսերը տարան, դե գիտեք, նոր տարի է, վերջը, որ լույսը գնա, բաներ է սարքում եւ այլ ու մի քանի ժամով խառնվում է իրար, չէ՞։ Ու Տերը սրտիս հետ խոսում է, սիրելիներս, այտեցել ոնց որ մարգարեության մեջ ասում, գալու է մի հատ ժամանակ, երբ որ ասում է կանցնեն ծովից ցամաք եւ սով եմ, չէ՞, ուղարկելու Աստծո խոսքն են փնտրելու, սովը լինելու։ Եվ նաեւ զուգահեռ հիշեցրեց կույսերին, որովհետեւ սիրելիներս, կույսերը, 10 կույսերը, նրանք բոլորն էլ հավատացյալ են։ Բայց եկավ մի հատ պահ, որ իրանց այդ լապտերի մեջի այդ դզապաս յուղը պակասեց եւ իրանք խառնվեցին իրար եւ գնացին այդ յուղը փնտրելու, բայց արդեն ուշ էր։ Ինչ ենք հասկանում այստեղից, որ յուրաքանչյուր մարդուն Աստված տալիս է ժամանակ։ Անգամ կհիշենք պետնության մեջ անգամ Հեզաբելի համար ասում է, ես նրան տվեցի ժամանակ ապաշխարելու։ Սիրելիներս, Աստված պաշտությունը երկու կողմ ունի։ Մենք ճանաչում ենք Աստծուն, Աստված ճանաչում է մեզ։ Մեզ չթվա, որ մենակ մենք պիտի ճանաչենք Աստծուն։ Կհիշեք Աբրահամի համար ինչ ասեց, որովհետև սրանից հետո ես ճանաչեցի, որ Աբրահամը իրանից հետո իր սերունդներին պատվիրելու է, որ պինդ պահեն Տիրոջ ճանապարհը։ Տերը փառավորվի։ Հիսուս Քրիստոսը, երբ որ այն 5 հիմար կույսերին ասեց, ինձան գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում, ինչ ենք հասկանում դրան։ Միթե Տերը չգիտեր ով են, ինչ են, անուն, ազգանուն, հայրանուն, ասма ձեր գլխի մազերը անգամ համրված են, անգամ այդ քանակը գիտի Տերը։ Ինչ էր նշանակում գնացեք հեռու, ես ձեզ չեմ ճանաչում։ Սիրելիներ, մարդուն ճանաչելու համար ինչ է պետք շփում, չէ, հարաբերություն եւ մի հատ ժամանակ, մի հատ ընթացք, որ կարողանաս ճանաչես մարդուն։ Եվ Տերը ինչի ասում, ես ձեզ չեմ ճանաչում, ոչ թե ես չգիտեմ, որ դու այսինչյանն ես, այլ ես քեզ չեմ ճանաչում, որովհետև դու ժամանակ չտվեցիր ինձ։ Դու չթողեցիր, որ ես քեզ ճանաչեմ, օրինաց 8-րդ գլխում համար կա, ուղղակի զուտ ժամանակի համար չեմ բացում կարդամ, բայց երկրորդ խոսքից որ կարդակ, ասում է ես նրանց տարան պատ, նրանց կյանքում եւ սով թույլ տվեցի եւ մանանա կերցրեցի, որպեսի ես հասկանամ քո սրտի խորքինը։ Ինչ կա քո սրտի մեջ, քո մարդ տեսակը ես ճանաչեմ։ Տերը ասում է այսօր ես դուրս եմ բերում անապատ, որպեսի ես ճանաչեմ քեզ, սիրելիներ, մենակ մենք չպիտի ճանաչենք, Տերը թույլ է տալիս։ Եվ շատերիս կյանքում, մեկի կյանքում լիություն թույլ կտա, գիտեք, դա էլ է մեծ փորձություն։ Հարստությունով Տերը փորձում է, մեկի կյանքում նեղություն թույլ կտա, մեկի կյանքում հիվանդություն, մեկից ամեն ինչ կվերցնի մյուսից, բայց Տերը փորձում է։ Աբրահամին ոնց ասեց, ես ճանաչեցի իմ Աբրահամ ծառային։ Եվ այս որ հոսանք չունենք, այս պահը այնքան հետաքրքիր էր, ես ասում եմ Տեր, ինչքան կարևոր է, մոտ է քո գալուստը, որ մենք ճրակ ունենանք, յուղ ունենանք։ Իսկ այդ յուղը ո՞րն է, սիրելիներս։
Ես հասկանում եմ, որ այդ յուղը ոչ թե հավատքն է, ոչ թե գործեր, բարի եւ այլն դրանք հետևանքներ են, բայց դա Տիրոջ հետ հարաբերվելն է։ Յուրաքանչյուր հեռախոս, ամենալավ հեռախոսը, չգիտեմ iPhone կլինի, Samsung կլինի, եթե նա չունենա իր մեջ լիցք, այդ զարյատկա ասվածը, քանի օր կծառայի, ընդամենը մի քանի ժամ ինքը նստում է եւ ոչ կարաս միացնես, ոչ խոսաս, ոչ բան, որտեվ չկա զարյատկա։ Ամենալավ հեռախոսը, կուզես մարգարե եղի, առաքյալ եղի, քարոզիչ եղի, հովիվ եղի, ով ուզում ես եղի, չունես լիցք, չունես Աստծո հետ հարաբերություն, զրո է։ Եվ Տերը ասում է յուղ ունեցիր, իսկ այդ յուղը ո՞րն է։ Ամեն օր առնչվել Տիրոջ հետ հարաբերվել եւ թույլ տար, որ Տերը ճանաչի մեզ, որովհետեւ ինքը փորձում է։ Ինքը շատ տեղեր գրքի մեջ ասում է եւ փորձեց Աբրահամին, փորձեց մյուսին եւ ասում է 40 տարի ես Իսրայելին հանեցի անապատ, որպեսի տեսնեմ իր սրտի մեջ եղածը։ Ինչ ես ուզում դու այսօր Հիսուսից։ Հիսուսին ես ուզում, թե Հիսուսի տվածն ես ուզում։ Տերը պիտի փորձի սիրելիներս, դրա համար Տերը զորացնի ինձանից սկսած մեր ամանների մեջ, մեր ճրագակալների մեջ լույս ունենանք, որպեսզի կարողանանք լուսավորել այս խավար աշխարհը, որտեվ իրոք մենք ունենք դրա կարիքը։ Հիսուսը թեքվեց իր աշակերտներին նայեց, ասեց դուք տվեք ուտելու, երբ որ ասին Տեր հաց չունես, դուք տվեք, այսօր Տերը ասում է դու տուր, դու եղիր այդ ճրագը, դու եղիր այդ լույսը, դու եղիր այդ աղը։ Դու տուր, որտեվ այսօր դու պետք ես քո շրջապատին, այսօր մարդիկ գնում են կորստյան, դու եղիր այդ աղբյուրը, դու եղիր այդ միջոցը, դու եղիր ամեն բան Հիսուսից վերցրու եւ տուր մարդկանց։ Տերը օրհնի եւ նաեւ ուզում եմ մի հատ բանաստեղծություն կարդալ համապատասխան այս թեմային։ Տարիներ առաջ եմ գրել այդպես Աբրահամի մասին, հենց վերնագրել եմ Աբրահամ, ինքը հավատքի հայր էր, տիտան մարդ էր եւ երբ որ կարդում ենք իր կյանքը շատ բաներ ենք սովորում, այսպես Սուրբ Հոգու ձեռքով տրվեց ինձ սա գրել, սա էլ կարդամ եւ վերջացնեմ խոսքս Տերը օրհնի բոլորիդ, որ լսեցիք։ Աբրահամ Աստծո ընտրյալ զավակներից մի ծառա կար հնազանդ, որին Աստված ինքը կանչեց, կոչեց նաեւ Աբրահամ, ով թողնելով իր երկիրը, ժառանգություն հայրերի, շարժվեց դեպի Քանան օրհնյալ, որ այն երկիրն ժառանգի։ Իմանալով, որ եղբայրը գերության է մատնվել, չասեց, չէ որ նա ինքը իր կամքով է բաժանվել, ապա ճապրելով հավաքեց մարդկանց վարժված, գիշեր հարձակվելով հասավ ու հաղթեց նրանց։ Նա այն մարդն էր, ում հետ Աստված անամպ ինքն էր զրուցում, Սոդոմին կործանելիս Աբրահամին էր հիշում, որովհետև Եհովան նրա սիրտը ճանաչեց, որ իր տանը Տիրոջից չխոտորվել պատվիրեց։ Նրա հավատքը նրան արդարություն համարվեց, ով իր միածնունդին պատարակ մատուցանեց, ով հավատքով մինչև վերջ վստահեցավ խոստումին, թե Իսահակով քեզի ընտրյալ զավակ կկոչվի։ Նա այն մարդն էր, ում սրտում Աստծո շավիղները կար, ով Աստծո կամքից բացի չէր ճանաչում ուրիշ բան, ով իր կատարյալ սիրո նվիրվածության համար գնահատվեց ու կոչվեց նաև Աստծո բարեկամ։ Եթե այսօր մեր Տերը կամենա մեզ ճանաչել, փորձության ենթարկելով ինչ որ բաներ պահանջել, մեր սրտերը կարող են հորժարություն ընդունել այն, ինչը որ մեր Տերը մեզ համար է պատրաստել։ Եթե այսօր իրեն տալ Աբրահամ զավակի պես, չես կարող ամեն ինչ տալ, այլ ուզում ես պահել քեզ, իմացիր, որ շփոթված կհայտնվես ճամփին կես ու չես կարող դու տեսնել Տեր Աստծուն առերես։ Տերը օրհնի յուրաքանչյուրիդ, շնորհավորում եմ ձեր գալիք 2005 թիվը, թող լինի օծության, թարմության, նոր օրհնության տարի։ Տերը օրհնի բոլորին։
Աստված շատ օրհնի Լիան ջան։ Աստված օգնի շատ Լիան քույրջան, եւ խոսքի համար եւ ծառայության համար փառք Տիրոջը։ Շնորհակալ եմ, որ Տերը իմ համար նոր բացահայտումներ է անում, նոր լավ քույր ու եղբայրներ է ընտրում։ Փառք Տիրոջը, իրապես ձեզանից յուրաքանչյուրի համար։ Սիրելի քույր եւ եղբայրներ, ունեք ձեզանից որևէ մեկը ունի խոսք ասելու,